ժամանակ էր եկել ելք դաշինքը, որը ասում է Երևան ջան, ելք կա, Երևան ջան, ելք կա։ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա։ Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս կարգախոսով այսօր շրջեց Նոր-Նորքի 7-րդ եւ 8-րդ զանգվածների բակերում։ Մենք ձեզ առաջարկում ենք մայիսի 14-ին Երևան քաղաքում իրականացնել շատ պարզ բանաձև Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ եւ հաշվետու իշխանությամբ հանրապետության ողջ տարածքում ձևավորել արդյունավետ հակակշիռ Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության միահեծան իշխանության նկատմամբ։ Փաշինյանի հետ շրջում էին նաև ելքի ավականու թեկնածուներ, ովքեր վստահ էին, եթե գան իշխանության կկարողանան լուծել քաղաքի քառորդ դարի խնդիրները։ Մենք գալիս ենք փոխելու այն վերելակները, որը դուք նստում եք ամեն օր վախվխելով։ Մենք գալիս ենք ձեզ վերադարձնելու ձեր հանգստի եւ առողջության վաստակած կանաչ պուրակները։ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից, մահվան լիֆտերից, փոշու եւ աղբի ամպերից ելք կա, ելք կա, ելք կա, ելք կա։ Նոր-Նորքում շրջող ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուն անցնելով բնակելի շենքերին շատ մոտ գտնվող աղբակույտի ու դատելով Գարշահոտից Կոյուղու բաց հատվածի կողքով եզրակացրեց Տարոն Մարգարյանի կարծիքով Երևանն ավարտվում է Ավան համայնքում։ Իմ ու Տարոն Մարգարյանի տարբերությունը գիտեք որն է, որ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքը գիտի իր ծառայական ավտոմեքենայի պատուհանից, ես Երևանում գործնականում ամեն բակում եղել եմ։ Ոնց կգնահատեք մաքրությունը, մաքրությունը, հարմարությունները։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մայրաքաղաքում գրեթե 70,000 քվե ստացած դաշինքը հույս ունի քաղաքապետի ընտրություններին բազմապատկել այդ ձայները։ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով ապրիլի 2-ից հետո հուսահատության սառույցը կոտրվել է։ Մեծ թվով քաղաքացիներ անհուսությունից գնացել եւ տարբեր ադմինիստրատիվ լծակներով կամ ընտրակաշառքներով քվեարկել են գործող իշխանության օգտին։ Այսինքն մտածելով, որ մեկա բան չի փոխվելու, մեկա քո ձայնը տեղ չի հասնի, մեկա էական չի, բայց հետո տեսել են, որ էական է, հետո տեսել են, որ ձայնը տեղ է հասնում, հետո տեսել են, որ եթե քվեարկեն երկդաշինքը ավելի շատ ձայն կունենար, ավելի շատ падգամավոր կունենար, մարդիկ սկսել են հավատալ, որ իրենց ձայնը տեղ է հասնում։ Եվ նաև հավատում են, որ իրենց ձայնը մենք կարողանում ենք պահել։ Բակային քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը, սակայն իրեն չզսպելով, արտահայտեց խորը հիասթափությունը քաղաքական ողջ համակարգից։ Նույն զիբիլն է զիբիլը չի ստացվում։ Մենք ամեն ընտրատեղամասում։ Ինչե մեր ընտրելը արդեն այդ ընտրվել է այս զարմար զար արդեն ամոզել են հայրի 30,000 որտից են վերցնել որտից ընտրական ցուցակը Տեսեք ձեր բակի բնակիչներ ասում են ընտրությունների արդյունքները կանխորոշված են չգիտեմ ինչ են մենք ասում ենք պատասխանատու ելք դաշինքը պաշտպանել է եւ պաշտպանելու է իր օգտին տված ամեն քվե ընտրակաշարք վերցողները թող մեզ իզուր փողոցներում թափ չտան, թե բա չեք կարում փոխեք, մի վերցրեք ընտրակաշարք։ Ընտրակաշարք չվերցնելու Նիկոլ Փաշինյանի կոչերը մասիվի բնակիչներից շատերը պատուհանները բաց ուշադիր լսեցին, սակայն ոչ բոլորի համար էր կոչն ազդեցիկ։ Հիմա իմ խնդիրները այնքան շատ է, ով ինձ կօգնի նրան էլ կընտրեմ։ Հիմա առողջական խնդիրներ ունեմ, եթե կարողանան օգնեն, մեծ ուրախությամբ կընտրեմ։ Կընտրեք նրան, ով կկարողանա օգնել։ Անպայման։ Այո, երբ կա ձեր գարաժի տուրիշից էլ ելք կա։ Ելքի թիմը չմոռացավ կատարել նաև մայրաքաղաքի հիմնը։ Այս անգամ ունկնդիրները ավտոբուսներից մեկի ուղևորներն էին։